Բարև ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Այսօր նույնպես շարունակում ենք Աստվածաշնչի ուսումնասիրությունը Ծննդոցից հայտնություն եւ այսօր հասել ենք 40-ից 41 գլուխները։ Հովսեփը դեռ բանտում էր Եգիպտոսում։ Մի օր փարավոնի երկու ծառաները նույնպես բանտ ընկան։ Մեկը գինու մատուցողն էր, մյուսը հացթուխն էր։ Մի գիշեր նրանք երկուսն էլ երազ տեսան եւ շատ անհանգիստ էին, որովհետև չէին հասկանում երազների իմաստը։ Հովսեփը տեսավ նրանց տխրությունը եւ հարցրեց, թե ինչ է պատահել։ Նրանք պատմեցին իրենց երազները։ Հովսեփը ասեց. «Երազների մեկնությունը Աստծուց է։ Պատմեք ձեր երազները»։ Գինու մատուցողը երազը պատմեց. Նա տեսավ մի որդատունկ 3 ճյուղերով, ճյուղերը ծաղկեցին եւ խաղող տվեցին։ Նա վերցրեց խաղողը, քամեց փարավոնի բաժակի մեջ եւ տվեց փարավոնին։ Հովսեփը բացատրեց, որ 3 ճյուղերը 3 օր են, 3 օր հետո փարավոնը կվերականգնի քո պաշտոնը։ Հովսեփը խնդրեց, որ երբ նա ազատվի, հիշի իրեն եւ օգնի դուրս գալ բանտից։ Հացթուխի երազը նա տեսավ, որ իր գլխին 3 զամբյուղ հաց կա եւ թռչունները ուտում էին դրանցից։ Հովսեփը բացատրեց, որ 3 օր հետո փարավոնը կպատժի նրան։ 3 օր անց ամեն ինչ եղավ ճիշտ այնպես, ինչպես Հովսեփը ասել էր։ Գինու մատուցողը ազատվեց եւ վերադարձավ իր աշխատանքին, բայց չհիշեց Հովսեփին, մոռացավ։ Ծննդոց 41-րդ գլուխը։ 2 տարի անց փարավոնը 2 տարօրինակ երազ տեսավ։ Առաջի երազում նա տեսավ 7 առողջ եւ գեղեցիկ կով, որոնք դուրս եկան Նեղոս գետից։ Հետո եկան 7 նիհար եւ տգեղ կովեր, որոնք կերան առաջին 7-ին։ Երկրորդ երազում նա տեսավ 7 լի գեղեցիկ հասկեր, իսկ հետո 7 չորացած հասկեր, որոնք կուլ տվեցին առաջիններին։ Փարավոնը շատ անհանգստացավ եւ կանչեց իր իմաստուններին, բայց ոչ ոք չկարողացավ բացատրել երազը։ Այդ ժամանակ գինու մատուցողը հիշեց Հովսեփին եւ պատմեց փարավոնին նրա մասին։ Այսօր ժամանակները մեր ժամանակները չեն, շելներ։ Հովսեփին դուրս բերեցին բանտից եւ բերեցին փարավոնի մոտ։ Փարավոնը պատմեց իր երազները։ Եվ Հովսեփը ասեց. Ես չեմ երազ մեկնողը, այլ Աստված է տալու պատասխանը։ Հովսեփը բացատրեց, որ 2 երազներն էլ նույն բանն են նշանակում։ 7 տարի լինելու է մեծ առատություն Եգիպտոսում, իսկ հետո 7 տարի սով է լինելու։ Հովսեփը նաև խորհուրդ տվեց, որ փարավոնը հավաքի շատ հաց առատության տարիների, որպեսզի ժողովուրդը կարողանա ապրել սովի տարիներին։ Փարավոնը տեսավ, որ Հովսեփի մեջ Աստծո իմաստությունն է։ Նա Հովսեփին նշանակեց ամբողջ Եգիպտոսի երկրորդ կառավարիչը։ Այսպես բանտարկյալը դարձավ երկրի ամենահզոր մարդկանցից մեկը, փարավոնից հետո։ Երբ առատության տարիները սկսվեցին, Հովսեփը մեծ քանակությամբ հաց հավաքեց, ցորեն հավաքեց։ Այդ ժամանակ Հովսեփին ծնվեցին 2 որդիներ։
Առաջինի անունը դրեց Մանասե, որովհետև Աստված օգնել էր նրան մոռանալ իր բոլոր դժվարությունները։ Երկրորդի անունը դրեց Եփրեմ, որովհետև Աստված նրան օրհնել էր այն երկրում, որտեղ նա տառապել էր։ Հետո սկսվեցին սովի տարիները, և սովը տարածվեց շատ երկրներում։ Բայց Եգիպտոսում հաց կար, որովհետև Հովսեփը պատրաստվել էր այդ ժամանակին։ Ինչպես ենք այստեղ տեսնում Տեր Հիսուսին։ Հովսեփը երկար ժամանակ անարդարությամբ բանտում էր, բայց Աստված վերջում բարձրացրեց նրան։ Նման ձևով Հիսուսը նույնպես մերժվեց մարդկանց կողմից, բայց հետո Աստված բարձրացրեց նրան, և նա դարձավ աշխարհի փրկիչը։ Եվ ինչպես Հովսեփի մոտ մարդիկ գալիս էին հաց ստանալու համար, այնպես էլ Հիսուսն է տալիս կյանքի հացը։ Նա Հովհաննու ավետարանում ասեց, որ ես եմ կյանքի հացը։ Հովսեփը 2 տարի մոռացված էր բանտում։ Քո կյանքում եղել է ժամանակ, երբ թվում էր, թե Աստված ուշանում էր։ Կարող ես վստահել, որ Աստված աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ ես և դու դեռևս չենք տեսնում արդյունք։ Աղոթենք, սիրելիներ։ Տեր Հիսուս, օգնիր մեզ վստահել քեզ նույնիսկ դժվար ժամանակներում, երբ մեզ թվում է, թե մենք մոռացված ենք։ Հիշեցրու մեզ, որ դու շարունակում ես աշխատել մեր կյանքում։ Ամեն։ Սիրելիներ, շնորհակալ եմ, որ դուք ժամանակ առ ժամանակ լսում եք։ Թող Աստված օրհնի ձեզ։ Կհանդիպենք մենք հաջորդ գլուխներում։ Եղեք օրհնված։ Եթե ուզում եք, կարող եք կիսվել ձեր ընկերների հետ։